Տոնական լուսավորությամբ և ամանորյա ձևավորումներով աշխարհը դիմավորում է 2026 թվականը։ Դեկտեմբերի երկրորդ կեսից տարբեր մայրաքաղաքներում և խոշոր քաղաքներում արդեն տեղադրվել են գլխավոր տոնածառները, որոնք այս տարի ևս տարբերվում են բարձրությամբ, տեսքով և կիրառված լուծումներով։ Որոշ երկրներում պահպանվում է բնական տոնածառի ընտրությունը, այլ վայրերում նախընտրում են արհեստական կամ բազմամյա ինստալացիաներ, իսկ որոշ պետություններում Սուրբ Ծնունդը պետական օրացույցով պաշտոնական տոն չէ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում գլխավոր տոնածառը բնական նորվեգական եղևնին է, որի բարձրությունը մոտ 2286 սանտիմետր է։ Այն ավանդաբար հանդիսանում է քաղաքի ամանորյա ձևավորման կենտրոնական տարրը։ Վատիկանում ամանորյա ձևավորումը կենտրոնացված է Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ տեղադրված է 25 մետր բարձրությամբ բնական տոնածառ։ Այն հանդիսանում է Վատիկանի Սուրբծննդյան և ամանորի պաշտոնական միջոցառումների բաղկացուցիչ մասը։ Տոնածառը հրապարակում մնում է մինչև հունվարի կեսը և դիտարկվում է որպես կրոնական և տոնական խորհրդանիշի համադրություն։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում այս տարի ևս տեղադրված է բնական եղևնի մոտ 2012 սանտիմետր բարձրությամբ։ Տոնածառն առանձնանում է իր զուսպ ձևավորմամբ և համալրում է քաղաքի ձմեռային տեսարանի անբաժան մասը։ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղադրված տոնածառի բարձրությունը մոտ 27 մետր է։ Տոնական տեսք ունեն նաև քաղաքի գլխավոր փողոցները, ստեղծելով միասնական լուսային միջավայր։ Լիտվայի Վիլնյուս քաղաքում տեղադրված է 16 մետր բարձրությամբ բնական տոնածառ։ Քաղաքային իշխանությունները շեշտում են բնապահպանական մոտեցումը, նշելով, որ սեզոնի ավարտից հետո մի շարք փոքր ծառեր նախատեսվում է վերատնկել։ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղադրված բնական տոնածառը մոտ 21 մետր բարձրություն ունի։ Այստեղ ամանորյա ձևավորումը պահպանել է ավանդական մոտեցումը առանց ծայրահեղ ժամանակակից լուծումների։ Իսկ ահա Ֆրանսիայի Փարիզ քաղաքում տեղադրված է 16 մետր բարձրությամբ տոնածառ։ Այն դեկորատիվ է, դիզայներական մոտեցումներով։ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղադրված է լողացող արհեստական տոնածառը 60 մետր բարձրությամբ։ Այն ամբողջությամբ լուսավորված է LED լույսերով և հանդիսանում է քաղաքի ամանորյա ծրագրերի ամենահայտնի տարրերից մեկը։ Տոնածառը տեսանելի է լճի շրջակա տարածքներից և համարվում է Ռիոյի ձմեռային սեզոնի գլխավոր տեսարժան կենտրոններից մեկը։ Մի շարք եվրոպական քաղաքներում կիրառվել են նաև մետաղական կամ կոնստրուկցիոն տոնածառներ, որոնք նախատեսված են բազմամյա օգտագործման համար և չեն պահանջում բնական ծառերի հատում։ Միջազգային տոնացույցի համաձայն Սուրբ Ծնունդը պաշտոնական պետական տոն է, սակայն որոշ երկրներում տոնական օրերը ոչ աշխատանքային օրեր չեն, օրինակ Ճապոնիայում, Թուրքիայում, Իրանում, Սաուդյան Արաբիայում և Չինաստանում, բացառությամբ որոշ հատուկ վարչական շրջանների։ Այդ երկրներում տոնը կարող է նշվել առավոտյան կամ մշակութային ձևաչափով, սակայն չի ներառվում պետական տոնացույցում։ 2025-2026 թվականների ամանորյա սեզոնին քաղաքները շարունակում են համադրել ավանդական և ժամանակակից լուծումներ, ընտրելով ինչպես բարձր բնական տոնածառներ, այնպես էլ արհեստական կամ դիզայներական ձևաչափեր։ Տոնական ձևավորումների ընտրությունը մեծապես պայմանավորված է քաղաքների մշակութային, տնտեսական և կազմակերպչական մոտեցումներով։ Երևանում 2026 թվականի ամանորի գլխավոր խորհրդանիշը կրկին կենտրոնացված է Հանրապետության հրապարակում։ Նոյեմբերի վերջից մայրաքաղաքի կենտրոնում մեկնարկել են տոնական ձևավորման աշխատանքները, իսկ գլխավոր տոնածառը տեղադրվել է դեկտեմբերի առաջին օրերին, դառնալով քաղաքի ամանորյա միջավայրի առանցքային կետը։ Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս Երևանի գլխավոր տոնածառն արհեստական է, նախատեսված բազմամյա օգտագործման համար։ Այն ամբողջությամբ զարդարված է լուսային էլեմենտներով, գնդիկներով և թեմատիկ ձևավորումներով, որոնք համադրվում են հրապարակում տեղադրված լուսավոր դեկորների հետ։ Քաղաքապետարանի տվյալներով տոնական ձևավորումն իրականացվում է նույն կոնցեպտի շրջանակում, որոնք ներառում են ոչ միայն տոնածառը, այլև հրապարակի շրջակայքը, շենքերի լուսավորությունը, շատրվանների գոտին և հարակից փողոցները։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։